Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվին Սրբո, ամեն։ Աստված սեր է, ասում է Հովանես առաքյալը, բայց շատ քրիստոնյաներու մեջ հարց է առաջանում, հակասող իրարու, ինչպես կարող է Աստված, որը սեր է, հին ուխտի մեջ այդպիսի դաժանը լինել եւ այդքան ցեղեր, ժողովուրդներ կոտորել եւ հետքը կորցնել։ Շատերը տարբեր լուծումներ փորձած են գտնել, միջև հասած են այն բանի, որ ասում են դա հին ուխտի մեջ դա Աստվածը չէր, սատանան էր, ոմանք ասեին դա ուրիշ Աստված էր եւ տարբեր բացատրություններ։ Բայց որպեսզի հին ուխտը հասկանանք, հին կտակարանի Աստծուն հասկանանք եւ այն ինչ որ մեջը ասվում էր, մենք պետք է տեսնենք նոր կտակարանի եւ Հիսուս Քրիստոսի լույսո ներքո պետք է նայենք, հակառակ պարագային շատ տարաձայնություններ կգտնենք եւ մի տեսակ արհամարանք հին կտակարանյան Աստծու հանդեպ։ Մեր Տերը ասում է, երբ որ իրեն հարց են տալի առաքյալները, հորը ցույց տուր կբավե մեզի, եւ Տերը պատասխանում է ասելով, այդքան ժամանակ ձեր մեջ եմ դուք չտեսաք հորս, այսինքն ինձ տեսնողը հորս էլ տեսավ։ Եվ կզարմանանք, եւ Տերը ասում է, ես անում եմ այն գործերը, ինչ որ իմ հայրս է անում, բայց մենք երբևէ չտեսանք, որ Քրիստոս այդպիսի դաժան գտնվեր բոլոր նրանց հանդեպ, որոնք իրեն հակառակվեցան կամ մտիկ չրեցին, չլսեցին։ Որպեսզի հասկանանք ավելին, թե Աստծու սերը ինչպիսին էր հին ուխտի մեջ, տեսնենք այն, որ Աստված երբ որ ստեղծեց իր արարչագործությունը, ծննդոց գրքի մեջ, առաջի գլխի մեջ մենք տեսնում ենք, երբ որ երկինքն ու երկիրը ստեղծեց, արևը ստեղծեց, բնությունը ստեղծեց, ամեն անգամ Աստված սկսեր եւ Աստված տեսավ, որ բարի է այս ամենը։ Ոչ թե ինքը վերջը հասկացավ իր ստեղծածը բարի է, այլ ինքը ստեղծելով մեզի ցույց կտար, որ Աստված չար բան չի ստեղծած։ Եվ 5 անգամ առաջի գլխի մեջ դա կասվի եւ տեսավ Աստված, որ բարի է իր ստեղծածը։ Բարին հակառակը չարն է։ Չար բառը հայերենով եթե բացենք, չտառը հանենք, չի արել, այսինքն ար, չի արարել։ Այն ինչ որ մենք չար գսենք, վատը գսենք, Աստված չի արարել։ Եվ Աստծու սերը մենք կտեսնենք նրա մեջ, որ երբ որ ստեղծեց Ադամ Եվային եւ ամեն բան իրենց համար ստեղծեց, այսինքն իր սերը տվեց, իր սերը ցուցաբերեց, բայց մարդ արարած լսելով սատանային ցանկացավ Աստված դառնալ եւ այդ պատճառով դրախտից վտարվեց։ Եվ այդ ժամանակ Աստծու սերը կտեսնենք, երբ որ Աստված փափակեց մարդ դառնալ, որ մարդ արարածին փրկի։ Եվ երբ որ մահը մտավ աշխարհ, մահը միայն Ադամի մեջ չմտավ, մարդկանց մեջ չմտավ, աբագանությունը միայն Ադամի մեջ չմտավ, աբագանությունը մտավ ամբողջ տիեզերքի մեջ, Աստծու ամբողջ արարչագործության մեջ մտավ։ Դրա համար բնությունը սկսեց վրդովվել, տառապել, չարչարվել, ինչպես Գրիգոր Տաթևացին ասում է, որ երբ որ մեղքը գշատնա միտեղ, տարերքը գդարաբին, ադոր պատճառով երկրաշարժ, ջրեղեղ, փոթորիկներ, հրդեհներ կլան, տարբեր փորձություններ կլան, որտեղ բնությունը գտարապի, չարչարվի Ադամի մեղք գործելուց, նույնը կենդանական աշխարհի մեջ։ Եվ միջև որ երկրորդ գալստյան ժամանակ պետք է որ նորոգվի, ինչպես ասում է Հովանես առաքյալը, որ նոր երկինք, նոր երկիր պիտի ստեղծի, ամեն բան պիտի նորոգվի երկրորդ գալուստից։ Իսկ Պողոս առաքյալը գսե տարերքը բնությունը կտառապի, կչարչարվի այսօր։ Այսինքն մեղքի պատճառով բնությունն էլ խախտվեց եւ հետաքրքիր ինչն է, սատանան ձևով սկսեց իշխել մարդոց վրա։ Մարդկությունը դառավ սատանայի ստրուկը եւ կախված էր բնության փոթորիկներեն։ Եվ կտեսնենք, երբ որ հին ուխտը կկարդանք, մենք կտեսնենք, կարծես թե Աստված ներկա չի ոչ մի բանի մեջ, մեկ-մեկ կհայտնվի, ինչ որ թե անհատներու հետ կխոսի։
Աբրամի հետ, Նոյի հետ եւ մնացած դեպքերում մենք հետո կհասկանանք, որ Սատանան կիշխեր եւ մարդկանց կկոտորեր, որտեղ Սատանան մարդատյաց է եւ մարդասպան է։ Ինքը ամեն ինչ կներ, որ մարդիկ մեռնեին, չարչարվեին եւ դժոխք գնային, որտեղ Սատանան էլ դժոխքի մեջ նստած, դժոխքում, դժոխքից դուրս կիշխեր մարդոց վրա։ Բայց մենք կտեսնենք նաեւ Աստծո ողորմությունը իր արարչագործության մեջ։ Նախ եւ առաջ, որ ձգեց մարդուն իր ազատ կամքով ապրի մարդ, Աստված չէր խառնվում։ Միայն այն դեպքում, երբ որ կտեսներ իրեն հավատավոր, իրեն պաշտող ժողովուրդ մարդիկ անձինք կսխալին կամ իրենց մի փոթորիկ, մի բան պետք է գար, Աստված իրենց փրկության ճանապարհը կտար։ Միշտ Հին ուխտը կարդալուց տեսեք, այն տեղերը, որտեղ Աստված կանչում է մարդկանց ապաշխարության, ասելով, որ ձեզի այս բաներն են սպասվելու, այդ կնշանակե Աստծո պատգամներ, Աստծո նախազգուշացումներ եւ փրկություններ։ Իսկ այն տեղերը, երբ որ մենք կտեսնենք արդեն հրեա ժողովրդի ձևավորման ընթացքում, հրեա ժողովրդի մարգարեները, օրինակ Մովսեսը սուր առավ, սկսեց կոտորել, մարդկանց սպանել, Դավիթ թագավորը կամ այլ մարգարեներ, դա ցույց է տալիս ոչ թե որ դա Աստծո հրահանգով վրաց են, իրենք Աստծո անունով վրաց են, իրենք կթվար, որ իրենք Աստծո ծրագիրը կկատարեն, որտեվ հին ժամանակները մարդիկ, այդ ժամանակվա մարդիկ, այդ ցեղերը, որ գաբրեին, այդ մարդիկ ավելի ասենք բարբարոս ժողովուրդներ էին, որոնք իրենց ցեղագիցների հետ, ուրիշ ժողովուրդների հետ կռվելով, իրենց համար կարևոր էր, որ իրենց Աստվածը կկռվի, իրենց փոխարեն կհաղթի, եւ եթե իրենք կբարդվեին, կնշանակե իրենց Աստվածը դգար էր, իրենց Աստվածը շատ թույլ էր եւ տգար էր, դրա համար իրենք միշտ աստվածներին իրենց զոհաբերություններ կրնեին, դրա համար հրեան էլ կմտածեր, եթե ես չհաղթեմ, ուրեմն իմ Աստվածս տգար է, իրենց մարգարեները, դրա համար իրենց ժողովրդին կդրթեին, սուր առեք, գնացեք սպանեք, բայց Աստված այդպես չէր ուզե։ Մենք ամբողջ Հին ուխտը չենք հիմա բացատրելու, բայց շատ դեպքեր կա, մենք կտեսնենք, որ Աստված հակառակը կուզե փրկել մարդոց։ Հրեա ժողովուրդը, երբ որ Եգիպտոսի մեջ կապրեր, Աստված Մովսեսին կանչեց։ Եթե կհիշեք, հոն Մովսեսին կկանչի եւ Մովսեսը զարմացած կհարցնի ով ես, կսե ես Աբրամի, Իսակի, Հակոբի Աստվածն եմ։ Էքսե անունդ ինչ է։ Այսինքն Մովսես եւ հրեա ժողովուրդը, որ գերության մեջ էր, Աստծուն, արարիչ Աստծուն չէին գիտե։ Իրենք չէին ճանաչե այդ Աստծուն։ Իրենք երևի դարունակ թվի, իրենք կպաշտեն մի Աստծու, որը նման էր մի կովի եզի նման մի կենթանի էր այդ Աստվածը, որը հետո իրենք ցուլի կերպարանքով ոսկից արձան սարքեցին։ Դրա համար Մովսեսը կզարմանա եւ երբ որ ժողովրդին Եգիպտոսեն ի վերջո կհանեն, հետաքրիր մի բան, հրեաները Եգիպտոսեն հեռացան, բայց Եգիպտոսը մնաց իրենց մեջ եւ Աստված 40 տարի անապատի մեջ ման տվեց, պտտեցրեց միջև այդ սերունդը, որ Եգիպտոսեն ելած էր, մեռնի, նոր սերունդ կա։ Բայց այդ ժողովրդի մեջ մնաց այդ բարբարոսությունը, մնաց այդ ատելությունը ուրիշներու հանդեպ։ Բայց Աստված նորից համբերատար, սիրով կփորձեր փրկել իրենց, կփորձեր առաջնորդեր դեպի հավիտենական այսինքն այս երկիրը, որը խոստացավ, եւ դարերի ընթացքում Աստված հրեա ժողովրդից ժողովուրդ կդարձներ։ Այսինքն մի ցեղ ժողովուրդ անապատի ապրող, ոչխար պահող մի ժողովուրդ, իրենց ժողովուրդ կդարձնի։ Երկիր կտա, իրենց թագավոր կտա, տաճար կտա, պաշտամուն կտա, օրենք կտա, բայց նորից իրենք այդ Եգիպտոսը իրենց հին մարդը մեջները կմնա։ Եվ երբ որ մարգարեները կգան կխոսեն Աստծո սիրո մասին, քանի մարգարե սպանեցին հրեաները, որտեղ իրենք չէին կարող ընկալել, որ Աստված կարող է ներող լինի, որ կրնա Աստված սիրող լինել։ Ինչպես սիրի Աստված, սիրող թշնամուն, ինչպես սիրի, որ թշնամին գալիս է մեր վրա, մենք պիտի իրեն սպանենք,
Աստծո անունով, որբիսի մեր Աստվածը փառավորվի։ Բայց Աստված նորեն համբերատար կսպասեր, որտեվ կուզեր փրկությունը մարդկության։ Գիտեք, Աստծո սերը մենք կտեսնենք նաև ջրհեղեղից հետո, երբ որ Նոյին հետևյալ բանը գսե. «Չլա որ մարդ սպանեք, որտեվ մարդը իմ պատկերով ստեղծած է»։ Ինչպես Աստված, որ տակավին Մովսեսի օրենքը տալուց առաջ, որ գսե մի սպանիր, նախորդ գսած էր մարդ չսպանես, իմ պատկերով ստեղծած է, ինքը չսավ հեթանոս է, անհավատ է, մարդուն չսպանես, բայց հրեաները մտիկ չէին անեն, նույնիսկ օրենքը ստանալով, որտև իրենց կթվար, իրենք աստվածապաշտ էին, սրտերը այնքան քարացած էր, որ երբ որ Քրիստոս եկավ, իրեն էլ խաչեցին, իրենք խորհեցան պիտի գա մեկը, որը այսանք սուրը ձեռքին պիտի իշնի հռոմեացիներին կոտորի, սպանի, այն Աստված են, մեկը, որ հին ուխտի մեջ էր, բայց Քրիստոս եկավ ասեց ապաշխարեցեք, եկավ ասեց սիրո մասին խոսեց, եկավ ասեց գրած է որ ադիր թշնամուտ, իզես կսեմ սիրիր թշնամուտ, և մարդիկ զարմացան, ինչպես մեր Աստված ասանք Աստված է, որը թշնամիներին կկոտորի, Աստված, որ թշնամիներին կպատժի, ասիկա եկել է սիրո մասին կխոսե։ Հիշենք Եղիա մարգարեին, որը կրակ թափեց և մարդկանց արել տվեց, որը հեթանոս քուրմերին կոտորել տվեց, մորթել տվեց, և Տերը իրեն խրատելու համար օրը կանչեց տեղմը և ըսավ երկրաշարժ հրավ և ասեց Եղիա Աստված հոչ չէ, ազ երկրաշարժին մեջ չէ, փոթորիկ մեծ բարձացուց, ասեց Եղիա Աստված հոչ չէ, մեծ հրդեհ հրավ և նորեն ըսավ Աստված հոչ չէ, և ասանք թեթև զեփյուր քամի մայհելավ, ասեց Աստված հոս է։ Այսինքն Եղիա մարգարեին ցույց տվեց, որ Աստված ասանք կոտորածների, ասանք փոթորիկների մեջ չէ, սիրո խաղաղության մեջ է, զեփյուրի մեջ է, երբ որ Եսայի մարգարեն գսե, որ Տիրոջ մասին, Քրիստոսի մասին գսե, ինքը գգա նույնիսկ մարող պատրույգը չի մարե, այսինքն այնքան խոնարհ և համեստ կգա, որ այդ պատրույգը նույնիսկ չի մարե, բայց Եղիան շատ բան չհասկացավ, նույնը իր առաքյալները, հիշեք Սամարիա քաղաքը մտան և մարդիկ չընդունեցին իրենց և ինչ տեղի ունեցավ, առաքյալները Հովհաննես և Հակոբոս առաքյալները ասին Տեր, ինչպես Եղիան կրակ իջեցրեց երկինքեն, այսպես ասոնց գլխուն իջեցնենք, և Տերը արգելեց իրենց, ասեց դուք չգիտեք, որու զավակներ եք, դուք ով եք, ինչի կանչված եք, այսինքն Տերը չձգեց, որտև հին ուխտի մեջ մարգարեները սխալ գնգալ էին Աստծուն։ Նույնը մենք կտեսնենք Քրիստոս Հովհաննես Մկրտչի մասին գսե Եղիա մարգարեի հոգիով պիտի գա, այսինքն եթե Եղիային հոգիով պիտի գար, ինքը պիտի Հերովդեսի գլուխ են, որ կուզեցին իրեն սպանել այդ մեղքի մեջ ընկած ընտանիքը, ինքը կրակ կթափեր վրաքը, բայց Տեր Հովհաննես Մկրտիչը հանդիմանեց միայն և ինչի պատճառով իր գլուխը գլխատեցին, այսինքն նորից հին ուխտի մեջ մարդիկ չէին ընկալի, դրա համար մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին խաչեցին և Եսայի մարգարեն հետևյալը գսե մեզ կթվար, որ ինքը կպատժվի Աստուծմե, բայց ինքը եկավ մեզի փրկելու։ Քրիստոսին մոտեցան մարդիկ, գիտեին, որ Քրիստոսը Գալիայից է և Երուսաղեմացի գալիացիներին չէին սիրե և հակառակը։ Կմոտենան կուզեն Քրիստոսին ձևով բան անել, որ դուք գալիացիք մեղավոր եք, կհիշեք Նաթանայելին էլ երբ որ կմոտենան, առաքյալներից մեկը Քրիստոսի մասին գսե, գսե Նազարեթեն լավ բան չի գրնա ալալ, մաքուր բան չի գրնա գալ, այսինքն Նազարեթ Գալիա այդ կողմերին ժողովուրդը չէին սիրե, և գան Հիսուսին գսեն, գիտեք, Պիղատոսը գալիացիներուն մորթեց, սպանեց, իրենց արյունը զոհերու արյան հետ խառնեց, ասանք քմծիծաղով իրեն գսեն, բայց Քրիստոս շատ
հումորի բանով կամ ասենք սրամի ձևով պատասխանեց ասելով. «Բա Երուսաղեմացիք, որ աշտանակ ընկավ, քանի մոհոքի մեռան»։ Ուզեց ասել, որ միայն այն չի, որ գալիացիք են մեղավոր, բոլորն են մեղավոր, եւ ասավ, եթե չաբաշխարեք, բոլորիդ հետ աս բանը պիտի լա։ Եվ Տերը կխոսեր հավիտենական պատժի մասին, հավիտենական դատաստանի մահվան մասին գսեր, եթե չաբաշխարեք, բոլորդ կկործանվեք, բոլորդ հավիտենականության մահ կճաշակեք։ Եվ Տերը գալով ինքը բացեց իր սերը։ Նայեք, ոչ միտեղ Քրիստոս ոչ մեկին չհարվածեց, չսպանեց, միայն հանդիմանեց, միայն խրատեց եւ ինքը փափակում է մեր փրկությունը, ինքը ուզում է, որ մենք փրկվենք, արդյոք մենք կլսենք իր ձայնը, ինչպես հայտնության մեջ կսե դռան մոտ կեցած դուռդ կզարնեմ, ես ծառավ եմ քո փրկության, ինչպես Գրիգոր Տաթևացին շատ գեղեցիկ ձևի կբացատրի, որ Քրիստոս Աստվածաշնչին մեջ, Նոր Գդակարանի մեջ 3 տեղ քաղցեց եւ ծառավեց, երբ որ ուզեցավ բան մուտել, բայց իրեն միշտ վատ բան տվեցին, երբ որ փորձության լեռներ, ասմա քաղցեց, սատանան մոտեցավ քար դեմ տվեց իրեն առջև։ Գրիգոր Տաթևացին գսե, ասի այն մարդիկ են, որոնք իրենց սրտերը քարացած են եւ չեն զղջա իրենց մեղքերու համար, չեն աբաշխարի, չեն փոխվի, քարացած սիրտը կմնա, ուրդեղ սեր չի գա։ Ցավոք սրտի հոս դեպքեր եղած են, ես լսած եմ, մարդիկ ինձ ասած են, ինչու աբաշխարեմ, ինչու մեղագամ, մեղք չեմ գործի ես։ Ես խորեցա գադակ կնեն մարդիկ, բայց իրենք անանք համոզված են, որ իրենք մեղք չեն գործե։ Դրա համար Տերը գթակի այդ սրտերը, եթե ասանք սրտներս քարացած է, բացենք, զղջանք, փափկացնենք մեր սիրտը, որ Տերը ներս մտնի։ Մյուս տեղը, որտեղ Տերը մոտեցավ հաց, ուզեցավ ճաշակել, պտուղ չգտավ, դա թզենին էր։ Թզենիի վրա տերևները բազում էին, բայց պտուղ չգար։ Գրիգոր Տաթևացին գսե դա այն հավատացյալներ են, որ արտաքնապես քրիստոնյա են, արտաքին բաներով ունեն իրենց վրա, պահ կպահեն, գաղոթեն, խաչ կգախեն վրաքը, երկրպագություններ գնեն, եկեղեցիներեն դուրս չեն գա, բայց ներքուստ իրենք չեն փոխված, որտեղ ասում է հորս կամքը չեք կատարի, այսինքն առաքինությունների պակաս կա, դրա համար դա էլ կմերժի, եւ երրորդը, երբ որ խաչի վրա Տերը ասեց ծառավեմ, քացախ բերեցին։ Դա էլ Տաթևացին գսե այն հավատացյալներն են, որոնք ասում է ոչ առաքինություն ոչ թե գնեն, այլ չարություն գնեն, նախանց, ատելություն, այդ ձևով Տիրոջը կպատասխանեն։ Դրա համար Տերը այսօր կանգնած մեր դռները կթակի։ Ինչ է մեր սիրտը։ Ինչ է մեր սիրտը, որ մենք կարողանանք բացենք, մաքրենք, ձգենք, թող մտնի, ինքը մաքրի, ինչպես տաճար մտավ եւ մաքրեց բոլոր այդ առևտրականները, այդ ամեն ինչ այդ տաճարի մեջ եւ ասեց հորս տունը աղոթքի տուն է, ոչ թե ավազակների տուն։ Իսկ ավազակները դա մեր մեղքերն են։ Մարդ մը գա Տիրոջը գսե ուր է տունդ գամ քո հետևից, ասում է ես գլուխ դնելու տեղ չունեմ, բայց ասում է թրջուններն ու աղվեսները բուն ունեն։ Ինքը ուզեց ասել քո սրտիդ մեջ ես գլուխս դնելու տեղ չունեմ, որտեվ քո սրտի մեջ մեղքերով լի է եւ այնտեղ տեղ չունեմ։ Դրա համար մենք, սիրելիներ, այս մոտ ենք Տիրոջ փառահեղ մուտքը Երուսաղեմ տոնելու, վերհիշելու, ծաղկազարդն է գալիս, շատերս գալու ենք վարագույրները բանանք, լավ բան է, բանանք, բայց մեր սրտերը բացենք։ Ասենք Տեր, բացիր իմ սիրտս։ Ես կրնա չեմ հասկնա ինչ է ուզածդ, բայց սիրտս բաց, որ դուն մտիր, սիրտս քեզի կհանձնեմ, որբիսի մենք կրնանք այս ավակ շաբաթը անցկացնելով, խորհելով մեր մեղքերի վրա,
դիմավորենք մեր Տիրոջ փառահեղ հարությունը, իր զատիկը, որպեսզի փառավորվի ամենասուրբ Երության այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։